Ժողովրդան լկներեք մի րոպե էսկոմ։ Ժողովրդան կներեք էսկոմ։ Էսկոմ էլի մի վարքյան։ Ադաշը դասա։ 229 ռուբլա է, էլի։ Բալիս։ Բերեժնևնա տո։ Հոկտեմբերի 14-ն է Երևան Միասնիկյան պողոտայում Բելաջո ռեստորանային համալիրից մի քիչ վերև բախվել են երկու տրանսպորտային միջոց, որտե մյուսը էլեկտրական ավտոմեքենա։ Այնուհետև բախման հետևանքով էլեկտրական ավտոմեքենան էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների կամ մեկ վիրավոր, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4 գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի եւ վաշտի հրամանատար Այլոշա Այվազյանի գլխավորությամբ։ Այս պահին բարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը հիվանդանոց, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեջ մասնակցություն է ունեցել ավտոբուս, այդ տեղեկությունը այս պահին բարեկային ծառայությունը պարզում է, ճշտում է։ Այդ ավտոբուսը ասում են դեպքի վայրից էլ հեռացել է։ Օպերատիվորեն ժամանել են նաև երկաղլույսներ, թե որներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի արտաքին լուսավորության հարցերով, որ զբաղվում են այդ բաժնի աշխատակիցները, ովքեր արդեն փորձում են արագ կարգավորեն խնդիրը։
Ավտոբուսը կա, ավտոբուս եղել, հա, բայց Ականատեսների ականատեսին ասում են ավտոբուս է եղել։ Այնա բարեկային ծառայությունը ստացել է այդ տեղեկությունը, այս բանին պարզում են հավաստի է թե ոչ, ավտոբուսի մասնակցությունը նշված վթարում։ Всё, կարևոր խցանումը բացվավ։ Հենա նայ այնտեղ։ Հարված է։ Չես էլի երկար լույս ասել։